Քիմիայի կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգահարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Այս վիդեոյում կհասկանանք, թե ինչ է նյութը։ Նյութը այն է, որը զբաղեցնում է որոշակի ծավալ և ունի զանգված։ Նյութը կարող է լինել տեսանելի մեր աչքին, օրինակ ջուրը, կարող է լինել անտեսանելի մեր աչքին, օրինակ օդը, որը իհարկե մի քանի նյութի խառնուրդ է, թթվածնի, ազոտի և այլ գազերի։ Ինչպիսին է լինի նյութը, այն ի վերջո կազմված է ատոմներից, այսինքն եթե մենք նյութը մանրացնենք, կհասնենք մինչև ատոմի աստիճանի։ Շատ դեպքերում ատոմները միասին առաջացնում են մոլեկուլներ։ Օրինակ հենց ջրի դեպքում։ Ջրածնի և թթվածնի ատոմները միասին առաջացնում են ջրի մոլեկուլները։ Այսինքն նյութերը կարող են լինել երկու տեսակի՝ մոլեկուլային կառուցվածքով և ոչ մոլեկուլային կառուցվածքով։ Մոլեկուլային կառուցվածքով նյութերի դեպքում, երբ որ մենք նյութը մանրացնում ենք սկզբից մինչև մոլեկուլ, ապա մոլեկուլը մինչև ատոմ։ Իսկ ատոմային կառուցվածքի դեպքում նյութը կարող ենք մանրացնել մինչև ատոմի աստիճան, այսինքն այդ դեպքում արդեն մոլեկուլներից կազմված չէ։ Ոչ մոլեկուլային կառուցվածքի օրինակ նշենք երկաթը։ Այսինքն բոլոր նյութերը ի վերջո կազմված են ատոմներից։ Հիմնականում մենք քննարկում ենք նյութի 3 ագրեգատային վիճակները, իհարկե կան նաև այլ ագրեգատային վիճակներ, հատկապես որը բնորոշ է ջրին, բայց կքննարկենք այս 3-ը։ Պինդ, հեղուկ, գազային։ Մինչև թեմային անցնելը նախ հարց։ Որ ագրեգատային վիճակում է նյութին բնորոշ սեղմելիությունը։ Պատասխանեք ինքներդ ձեզ համար և ճիշտ պատասխանը դա գազային վիճակն է։ Հիմա քննարկենք և հասկանանք, թե ինչու։ Պինդ վիճակում մասնիկները իրար շատ մոտ են դասավորված և կատարում են տեղում տատանողական շարժում։ Հեղուկ վիճակում մասնիկները մի փոքր հեռու են իրարից դասավորված։ Այստեղ ևս կատարում են տեղում տատանողական շարժում, սակայն կարող են նաև լքել իրենց տեղը և նորից վերադառնալ իրենց տեղ, այսինքն ավելի ազատ են շարժում կատարելուց։ Իսկ գազային վիճակում մասնիկները իրարից շատ հեռու են դասավորված։ Միջմասնիկային հեռավորությունը շատ անգամ գերազանցում է մոլեկուլի չափը։ Դա է պատճառը, որ գազերին բնորոշ է սեղմելիությունը, իսկ պինդ և հեղուկ վիճակում գտնվող նյութերին ոչ։ Այսինքն նրանք մասնիկները իրար մոտենալու տեղ ունեն սեղմելիս։ Գազերում մասնիկները կատարում են քաոսային շարժում, այսինքն գազի մոլեկուլը ուղիղ շարժվում է, մինչև որ կբախվի ինչ-որ պատնեշի և կթերքի իր ուղղությունը, կշեղի ուղղությունը և նորից ուղիղ շարժվում է այնքան ժամանակ, մինչև որ բախվի ինչ-որ պատնեշի։ Պինդ վիճակում նյութերը կարող են առաջացնել բյուրեղներ, որտեղ յուրաքանչյուր մասնիկ, մոլեկուլ կլինի, թե ատոմ կլինի, ունի իր հստակ կարգավորված տեղը, կարգավորված դասավորությունը։ Պինդ նյութերը կարող են լինել նաև ամորֆ, որտեղ մոլեկուլները, ատոմները կամ մասնիկները չունեն հստակ կարգավորված դասավորություն։ Ամորֆ է օրինակ պլաստիկը, ապակին, իսկ բյուրեղային կառուցվածք ունի օրինակ կերակրի աղը։ Պինդ նյութերը ունեն հստակ ծավալ։ Հեղուկ վիճակում գտնվող նյութերը և գազային վիճակում գտնվող նյութերը զբաղեցնում են այն անոթի, այն տարածքի ծավալը, որտեղ որ գտնվում են։ Այսինքն սեփական ձև և ծավալ չունեն, ի տարբերություն պինդ նյութերի։ Ավելի եթե հստակեցնենք, պինդ նյութերը ունեն ձև, ծավալ, հեղուկները ունեն սեփական ծավալը, բայց ձևը չունեն, այսինքն ընդունում են այն անոթի ձևը, որտեղ որ լցվում են, բայց ծավալը դրանից չի փոխվում։ Օրինակ, եթե 1 լիտր ջուրը մենք լցնենք կլորաբուն բաժակի մեջ և 1 լիտր ջուր լցնենք այլ ձև ունեցող տարայի մեջ, դրանից 1 լիտրի չափը չի փոխվելու, ծավալը չի փոխվելու, բայց ձևը փոխվելու է։ Իսկ գազերի դեպքում գազերը ոչ ձև ունեն, ոչ ծավալ ունեն։ Սեփական։ Օրինակ, եթե մենք պատկերացնենք մխոց, մխոցի օրինակ կարող է լինել հենց շպրիցը կամ ներարկիչը։ Այստեղ լցված է գազերով, եթե մենք ճնշումը մեծացնենք, այսինքն մխոցը իջեցնենք ներքև, գազի զբաղեցրած ծավալը արդեն կփոքրանա, այսինքն գազը սեփական ծավալ չունի, դա կախված է արտաքին պայմաններից։ Եվ սեղմելիությունը բնորոշ է միայն գազային վիճակում գտնվող նյութերին։